Օրհնյալ է Քրիստոսի ծնունդը։ Մեզի ձեզի մեծ ավետիս։ Քու կողքին ասա որ դու ուրախ ես։ Հալելույա։ Հարտիրոջը, դե երեխաները 100% ուրախ են, իրանք իրաց նվերները ստացան, ելույթ ունեցան, մեզ էլ ուրախացրեցին, նվերները ստացան, գնացին, իրանց նման ուրախ մարդ չկա։ Մենք շատ չենք ուրախալի, որովհետև իրանց թափած թղթերը հետո կհավաքեն, նոր կգնան, ուշադիր կլինեք։ Երեխեքի թափած թղթերը հավաքեք, հետո նոր կգնան։ Բայց մենք եկել ենք այսօր Տիրոջ ներկայությունը զգալու, նրան փառավորելու։ Այն ծնունդը ինչ որ եղավ 2000 տարի առաջ, դա գերբնական ծնունդ էր երկրի վրա։ Որևէ մեկը այդպիսի բան ոչ լսած էր, ոչ տեսած։ Մարգարեները մարգարեանում էին, բայց շատ քչերն էին ուշադրություն դարձնում այդ խոսքերին, որովհետև այդ խոսքերը անհասկանալի խոսքեր էին։ Եվ Եսայան, ինչպես եղբայրս ասեց, Եսայան մարգարեացավ այդ երեխայի մասին։ Ահա կույսը կհղիանա եւ մի որդի կծնի։ Գիտեք, մտածում եք, որ այն ժամանակ մարդիկ կարողանում էին հասկանալ ինչ նշանակում կույսը կհղիանա։ Երբեք այդպիսի բան երկիր մոլորակը մոտավորապես 4000 տարվա պատմություն ուներ, 4000 տարի այդպիսի բան կատարված չկար։ Բայց այդ օրը մարգարեացավ, որ կույսը կհղիանա։ Մենք այսօր մեզ համար շատ սովորական բան է։ Մենք ասում ենք Մարիամը, կույս Մարիամը ինքը հղիացավ Սուրբ Հոգու կողմից։ Բայց այն ժամանակ դա անհասկանալի երևույթ էր։ Երբ որ մարդիկ խոսում էին դրա մասին, որ կույսը կհղիանա, երբ որ Մարիամը ինքը հղիացավ, մտածում եք, եթե հրեշտակը Մարիամին չասեր, Մարիամի համար դա անհասկանալի երևույթ չէր։ Անհասկանալի երևույթ էր, անգամ իր նշանածի համար անհասկանալի երևույթ էր, Հովսեփի համար էլ էր շատ անհասկանալի երևույթ, ոնց կարող է պատահի, եւ դա էր պատճառը, որ հրեշտակը գրված է գիշերում երազում հայտնվեց Հովսեփի եւ ասեց. մի վախեցի Մարիամին քեզ կին առնելուց, որովհետեւ նա հղի է եւ նա հղի է Սուրբ Հոգու կողմից։ Այսօր մի փոքր այդ ուղղությամբ ցես պետք է շրջել։ Մատթեոս ավետարան եկեք գնանք, Մատթեոս ավետարանից գանք դեպի Եսայա մարգարեություն։ Ես ձեզ շատ նորություն չունեմ տալու, որովհետև ձեր աստվածաշնչերի մեջ գրված է դրա մասին։ Ես ուղղակի ձեզ հիշեցնում եմ։ Եվ Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես էր։ Այսինքն նրա մայրը Մարիամը նշանված լինելով Հովսեփին դեռ մինչև նրանց իրար մոտ գալը Սուրբ Հոգուց հղիացած գտնվեցավ։ Եվ նրա մարդը Հովսեփը արդար լինելով եւ նրան խայտարակել չուզելով խորհեց ծածուկ արձակել նրան։ Եվ մինչդեռ նա մտածում էր, այս հատիրոջ հրեշտակը երազում երևցավ նրան եւ ասեց Հովսեփ Դավիթի որդի, մի վախենար քեզ մոտ առնել քո կին Մարիամին, որովհետեւ նրանում ծնվածը Սուրբ Հոգիից է։ Եվ նա որդի կծնի եւ նրան ունը Հիսուս դրես, որովհետեւ իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից։ Մի քանի պատճառներ կա, երբ որ ինքը շատ փոքր տեքստ է, բայց երբ որ կարդում ես այս տեքստը կարելի է ժամերով խոսել այս տեքստի մասին։ Հենց ամենասկզբում, երբ որ ուշադրություն ենք դարձնում, որ ասում է, դեռ որևէ մեկը նրա մոտ չգնացած, նա արդեն Սուրբ Հոգուց հղիացած գտնվեցավ, մտածում ես ի՞նչն է պատճառը, միթե որ Աստված ուղղակի ուզում է գերբնական բան անի, բայց մենք հասկանում ենք, դուք ստեղ հիմնականում մեծահասակները եւ չափավոր մարդիկ եք նստած, որ չափահաս մարդիկ եք նստած, որ այն ինչ որ կասեն, դուք դրա մասին իրազեկված եք։ Մենք գիտենք, որ տղամարդու միջոցով է, հարաբերության միջոցով մեղքը փոխանցվում է, ինչպես նաեւ կյանքն է ձևավորվում, բայց նույն ժամանակ մեղքը։ Եվ սա իր պատճառը, որ Աստված թույլ չտվեց, որ Հովսեփը մոտենա Մարիամին։ Մարիամը ինքը Սուրբ Հոգու կողմից հղի գտնվեցավ։ Եթե Հովսեփը մոտենար Մարիամին, մեղքը Հովսեփի միջոցով կփոխանցվեր Մարիամին, բայց Տերը արգելք դրեց եւ Սուրբ Հոգու կողմից Մարիամին հղիությունը պարգևեց, որպեսզի ադամական մեղքը, այն ինչ որ եղբայրս ասեց ադամական մեղքի մասին, ադամական մեղքը եկավ մինչև Հովսեփ եւ Հովսեփից Քրիստոսին չփոխանցվեց ոչ մի բան, որովհետև Սուրբ Հոգին ինքը Մարիամի որովայնի մեջ, արգանդի մեջ դրեց այդ հղիությունը։ Երբ որ ուսումնասիրում էի եւ մտածում էի, ինչ հետաքրքիր էր այդ եղելությունը, մեկ ուրիշ պարզ բան կարողացա հասկանամ, ինչի համար Աստված այս ամենը արեց։ Ինչ գործ ուներ Աստծո այս մեծ
ծրագիրը, որ կատարում էր Աստված մարդկության մեջ, ու երբ որ սկսեցին մտածել, Մարիամը ինքը եկեղեցու խորհուրդն է, երեք Աստված Մարիամի կյանքի մեջ բերեց այդ գերբնական հղիությունը, այսօր էլ Աստված իր եկեղեցու մեջ է բերում այդ գերբնական հղիությունը։ Եկեղեցին չի կարող իր ինչ-որ բաներով հղի լինի, եկեղեցին կարա միայն քրիստոսակիր լինի։ Շատ խմբավորումներ կան, որոնք որ հղի են ինչ-որ բաներով, նրանք կրում են ինչ-որ բաներ, չարություններ, չգիտեմ, ռեկլամներ, շոուներ, բայց եկեղեցին ինքը պետք է քրիստոսակիր լինի, որովհետև Սուրբ Հոգին Մարիամի մեջ դրեց Քրիստոսին, եւ եկեղեցու մեջ էլ Սուրբ Հոգին դրեց դարձյալ Քրիստոսին։ Դրա համար եկեղեցին չի կարող որևէ մեկին ներկայացնի, եթե ոչ Քրիստոսին։ Մարիամը ինքն իրանով ուղղակի Մարիամ էր։ Եկեղեցին ինքն իրանով ուղղակի մի խմբակ է, բայց երբ որ Քրիստոսը ձևավորվում է եկեղեցու մեջ, եկեղեցին դառնում է քրիստոսակիր եկեղեցի, եւ այդ եկեղեցին կյանք տվող եկեղեցի է։ Եվ երբ որ ուսումնասիրում էի, հետաքրքիր մի բան ենք նկատում։ Ասում է, եւ մոդել եկան երկրպագեցին, եւ ընծաներ տվեցին, եւ հետո Տերը մի հետաքրքիր հայտնություն տվեց։ Երբ որ եկեղեցին ինքը քրիստոսակիր եկեղեցի է, ես ինքս կբավարարեմ այդ եկեղեցու կարիքները եւ խնդիրները։ Ինչու, որպեսզի այդ Քրիստոսը ծնունդ դառնի աշխարհի համար։ Որ բոլորը տեսնեն, որ այդ ամենակարող Աստվածը այս եկեղեցու հետ է եւ այս եկեղեցու մեջ է։ Մարիամին պետք է շատ գումարներ, եւ սա է պատճառը, որ մոդերը եկան երկրպագելու, որոշ մարդիկ ասում են, որ 3 մոդեր էին, որովհետեւ 3 կարևոր բան բերեցին, բայց ես մտածում եմ, որ 3 կարևոր բան բերեցին, բայց ոչ, կարևոր չեն 3-ը, միգուցե 2-ն էին, միգուցե 5-ն էին, բայց նրանք 3 կարևոր բան բերեցին։ Սուրբ Գիրքը ասում է, որ մեկը բերեցին կնդրուկ, որը խորհրդանշում էր Քրիստոսի կյանքի դառնությունը, կնդրուկը ինքը դառը խոտ էր, եւ նրանք ուղղակի պատկասեք այդ դառը խոտը բերեցին Մարիամի համար, եւ սա խորհրդանշում էր, որ այն Քրիստոսը, որը ձևավորվում է նա դառը եւ դժվար ճանապարհով ապրելու։ Երկրորդը, որ բերեցին Մարիամի համար, դա զմուրսն էր։ Զմուրսը խորհրդանշում է թագավորական կնիքը, որ ինքը պետք է լինի թագավոր։ Երրորդ կարևոր բանը, որ բերեցին, դա ոսկին էր, որը խորհրդանշում էր հավիտենությունը, սրբությունը։ Նա, որը որ պետք է ձևավորվեր 2000 տարի առաջ Մարիամի միջոցով, ինքը պետք է դառը ճանապարհ ապրեր, եւ ինքը պետք է լիներ որպես թագավոր, եւ ինքը լինելու էր հավիտենական սուրբը։ Սրա մասին նորից կարելի դառնալ։ Ցանկացած եկեղեցի, որպեսզի կարողանա այս աշխարհը փոխի, այս եկեղեցիներին ամենակարևորը, որ պետք է եկեղեցիների մեջ երևա, դա պետք է երևա Հիսուս Քրիստոսը։ Եվ ասեց մի վախենա, որովհետև նրանից ծնվածը Սուրբ Հոգիից նա լինելու։ Եկեղեցի, Երանի այն եկեղեցուն, որ հնարավորություն կտան, որ Սուրբ Հոգու գործը մեր մեջ կատարվի։ Եթե Սուրբ Հոգին մեր մեջ հզոր գործ կատարի, հավատացնում է, որ մեզանից ծնվածը այս աշխարհը կփոխի։ Աշխարհը Քրիստոսի կարիք ունի։ Աշխարհը մեր շոուների, մեր ռեկլամների, մեր ձևերի ու ծեսերի կարիքը չունի։ Աշխարհը Քրիստոսի կարիք ունի։ Վերջերս, երբ որ այս խոսքերը ստանում էի, գիշերը մտածում էի այդ ուղղությամբ, ասում եմ Տեր, եթե ամբողջ աշխարհի ինտերնետները անջատվեն, շատ եկեղեցիների լույսեր կանջատվեն, որովհետև այդ եկեղեցիներում ռեկլամներով կարողանում են ժողովրդի թիվը ապահովեն, շոուները ապահովեն, բայց երբ որ Քրիստոս կա այդ եկեղեցու մեջ, անկախ նրանից լույսերը կանջատվեն, ինտերնետները կանջատվեն, միևնույնն է այդ եկեղեցու մեջ Հիսուս Քրիստոսի ծնունդը կա։ Եվ Աստված ինքը կապահովի Քրիստոսի ծնունդը, որ շատերի փրկության պատճառ լինի։ Եվ շարունակության մեջ հետևյալն ասում. Եվ նա մի որդի կծնի, եւ նրա անունը Հիսուս դնես, որովհետեւ նա իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից։ Աստծո նպատակը մարդկությանը մեղքից փրկելն ու ազատելն է։ Աստծո նպատակը այս դահլիճը լեցուն մարդկանցով լցնելը չի։
Այսօր լիքը ամբողջ աշխարհով մեծ ցույցեր են անում, ավելի բազմամարդ քան եկեղեցիները, բայց նրանք փրկություն չունեն։ Բայց Աստծո միակ նպատակը Հիսուս Քրիստոսի ծնունդը որ լինի, հետևյալն է, որպեսզի իրանց մեղքերից նրանց փրկի։ Հիսուս Քրիստոսի երկիր գալու նպատակը, որ մարդկությանը մեղքից ազատի, մեղքից փրկի։ Մեղքը հավիտենական դատապարտված Աստծո կողմից։ Բայց Հիսուս Քրիստոսը եկավ, որպեսզի իրան հավատացողներից ուղղակի վերցնի այդ մեղքը։ Սուրբ գրքի մեջ գրված է, եւ խավարի մեջ նստող ժողովուրդը, ինչպես Մարգարեն ասում, եւ խավարի մեջ նստող ժողովուրդը մեծ լույս տեսավ, մեծ լույս։ Այն ժողովուրդը, որոնք որ խավարի մեջ են եւ չէին կարողանում հասկանալ ինչ նշանակում փրկություն, այդ խավարի մեջ նստող ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Եվ այդ լույսը դա Հիսուս Քրիստոսի Բեթլեհեմյան լույսն էր։ Մեղքերից ազատագրման լույսը, փրկության լույսը, եւ այդ լույսը այսօր կա նաեւ մեր մեջ։ Եթե մենք մերժենք այդ լույսը, մենք չենք կարող հավիտենական կյանք ունենալ։ Եկեք միասին գնանք Եսայա մարգարեություն, ովի եղբայրս կարդաց Եսայա մարգարեության 9-րդ գլուխը, 6-րդ խոսքը։ Եվ մի քանի բաներ կա, որ ուզում եմ դրանց վրա ուշադրություն դարձնենք։ Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը կլինի նրա ուսի վրա, եւ նրա անունը կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենական հայր, խաղաղության իշխան, ուզում եմ այս կետերի վրա մի փոքր կանգ առնեմ։ Մի փոքր եկեք ուշադրություն դարձնենք։ Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց։ Ամբողջ աշխարհը խավարի մեջ էր։ Եվ Աստված մի մեծ ծրագիր ուներ։ Եվ Աստծո այդ ամենամեծ ծրագիրը դա հետևյալն էր, որ Քրիստոսին ուղարկեր մարդկությանը փրկելու համար։ Եվ ինձ է պետք է գար Քրիստոս, ինքը պետք է լիներ կատարյալ մարդ եւ նույն ժամանակ նաեւ կատարյալ Աստված։ Եթե տղամարդը դեր խաղար, ինքը կատարյալ Աստված չէ լինելու։ Բայց քանի որ տղամարդը դեր չխաղաց, ինքը ծնվեց միայն կնոջից եւ դրա համար ինքը եղավ կատարյալ մարդ։ Եվ Պողոս առաքյալը գրում է, ինչպես առաջին կնոջ միջոցով մեղքը մտավ աշխարհ, այնպես էլ երկրորդ կնոջ միջոցով արդարությունը մտավ աշխարհ։ Ինչպես Եվայի միջոցով մեղքը մտավ երկիր, այնպես էլ Մարիամի միջոցով կյանքը մտավ երկիր, դա Հիսուս Քրիստոսն էր։ Եվ այսօր այս կյանքը մեր մեջ է, եւ մենք նրանով ենք ու նրա համար ենք, եւ մենք նրա անունով ենք այստեղ հավաքված։ Եթե չկա Քրիստոսը մեր մեջ, իզուր է մեր քարոզությունը, իզուր է մեր աղոթքները, իզուր է մեր աստվածպաշտությունը, եթե նա չկա մեր մեջ, բայց երբ որ մենք դառնում ենք Քրիստոսակի ժողովուրդ, Քրիստոսը մեզ համար դառնում է Աստված հավիտենական։ Եվ այստեղ Եսայա մարգարեն ասում է, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը կլինի նրա ուսի վրա։ Ես մի անգամ եմ ուշադրություն դարձրել, կրկին անգամ ուշադրություն կդարձնեմ այս տողերի վրա, ասում եմ, եւ նրա իշխանությունը կլինի նրա ուսերի վրա։ Չի ասում նրա ոտքերի տակ, նրա ուսերի վրա։ Սիրելի քրիստոնյա, մենք պետք է Քրիստոսի իշխանությունը կրող լինենք եւ ցանկացած իշխանություն միշտ ուսի վրա պետք է լինի։ Երբ որ նայում ենք Սուրբ Գիրքը, մենք տեսնում ենք, որ ինքը ըստ Աստվածաշնչի ինքը բարի հովիվն էր։ Եվ ասում բարի հովիվը իր կյանքը դնում է իր գառների համար։ Ասում է, երբ որ մեկը կորցվում է, 99-ը թողնում է, գնում է այդ մեկի ետևից, երբ որ գտնում է, նրան գրկում է, դնում իր ուսերի վրա, բերում է 99-ին խառնում։ Որովհետև նրա իշխանությունը նրա ուսերի վրա է։ Աստծո իշխանությունը իր ուսերի վրա է, այսինքն նա ուղղակի այսպես չարեց ու ամեն բան կարգավորվեց, լուծվեց։ Նա որպես իշխանություն կրող իր ուսերի վրա կրեց այդ խաչը։ Նա պետք է տաներ այդ նեղությունն ու դժվարությունը։ Եթե դու ուզում ես, որպեսզի աշխարհը փրկվեն, մենք պետք է Քրիստոսակիր մարդ լինենք եւ նրա իշխանությունը կլինի մեր ուսերի վրա։ Եվ շարունակության մեջ հետեւյալն ասում. եւ նրա անունը կկոչվի սքանչելի, այսինքն հիացմունք, շատ լավ, գովելի,
հրաշալի, չգիտեմ, մի այնպիսի բառ ընտրած, որ այնքան հոմանիշներ ունի։ Այդ սքանչելի բառը, լոկ ուղղակի ասում նրա անունը կլինի սքանչելի, այսինքն ավելի լավը չկա, քան նա։ Ավելի գերազանցը չկա, քան նա, ավելի զորավորը չկա, քան նա։ Նրա անունը բոլոր լավ անուններից գերազանց է, նրա անունը սքանչելի է։ Ինչքան ուզում ամեն մեր անունը բարձր դասենք, միևնույնն է նրա անունը մեր անունից ավելի բարձր է։ Երանի նրան, որոնք նրա անունը ավելի շատ են սիրում, քան իրանց սեփական անունը։ Որովհետև Հիսուս Քրիստոսի անունը դա կյանք տվող անունը։ Դրա համար նրա անունը սքանչելի է։ Երբ որ մենք ասում ենք Հիսուս, դա սքանչելի է, դա կյանք տվող անուն է։ Երկրորդը ասում է խորհրդական։ Ավելի ուժեղ խորհրդատու չկա, քան Հիսուս Քրիստոսը։ Աստված լավագույն խորհրդատուն է։ Նրա նման երկրի վրա երբեք խորհրդատու դու չես կարող ունենալ։ Ցանկացած դժվար, նեղության, ուրախության պարագաների մեջ նա կարա քեզ լավագույն խորհրդատու լինի։ Լսի միշտ նրա խորհուրդները։ Երրորդը նրա անունը հետևյալն է՝ հզոր Աստված։ Նա թույլ Աստված չի, նա հզոր Աստված է։ Նրա համար աննարին բան չկա, նա հզոր Աստված է։ Չկա մի բան, որ Աստված ուզենա երկրի վրա անելու եւ չկարողանա անի, որովհետեւ նա հզոր Աստված է։ Նրա անունը հզոր Աստված է։ Շատերը ասում են, որ Հիսուս Աստված չի, բայց գրված է իմ Աստվածաշնչի մեջ, որ նրա անունը կլինի հզոր Աստված։ Այն Հիսուսը, որին որ դու երկրպագում ես, նա հզոր Աստված է։ Քո դժվարության մեջ, նեղության մեջ, քո օրդությունների մեջ, ես չգիտեմ քո կյանքի մեջ ինչ իրավիճակներ են, բայց ուզում եմ ասեմ, որ քո Աստծո անունը հզոր Աստված է, եւ նա քո սեփական Աստվածն է։ Շարունակության մեջ, բացի նա քո սեփական Աստվածը հզոր Աստված լինելով, ասում է նա հավիտենականության հայր է։ Հավիտենականության հայր։ Քո Աստվածը հավիտենականության հայրն է, նա քո հայրն է։ Նա հավիտենականության հայր է։ Նա ամբողջ հավիտենականության մեջ նա մնում է հայր։ Շարունակության մեջ հետևյալն է ասում։ Եվ նրա անունը խաղաղության իշխան։ Նա խաղաղության իշխան է, նրա խաղաղությանը վերջ չի լինի։ Եսայա մարգարեն օգնում է եւ մեզ հասկացնում է, որ այն Աստվածը, որին որ դուք պաշտում եք Քրիստոսին, նա հավիտենական Աստված է, նա խաղաղության իշխան է, նա սքանչելի է, նա խորհրդատու է, նա քեզ համար ամեն բան է։ Մենք այդպիսի Աստծո ենք պաշտում։ Այն Աստվածը, որին որ մենք պաշտում ենք, մենք չենք նրան ստեղծել, նա է մեզ ստեղծել։ Որովհետև նա ամենակարող Աստված է, նա հավիտենական Աստված է։ Դա է պատճառը, որ մենք նրան երկրպագում ենք ու պաշտում։ Եթե մարդը ինքն է Աստված ստեղծել, սա նշանակում է, որ ինքն է կյանք տալիս իր Աստծուն, բայց երբ որ Աստված է մեզ ստեղծել, սա նշանակում է, որ նա է կյանք տալիս մեզ։ Երբ որ նայում ենք Մատթեոս ավետարանի մեջ եւ նաեւ ավետարանների մեջ, Ղուկասը շատ օգնում է այդ հարցում մեզ։ Սովորացնում ասում է, երբ որ Հիսուսը պետքա ծնվեր, ամբողջ աշխարհում մեկ օգոստոս կայսրի ժամանակ մի հրաման դուրս եկավ, որ բոլորը գրանցվեն իրանց տարածաշրջանում։ Եվ ամեն մեկը իր տեղը, իր երկիրը պետքա գնար եւ Քրիստոսն էլ պետքա գար Բեթլեհեմ, որ Երուսաղեմ, որպեսզի ինքն էլ այնտեղ գրանցվեր, Մարիամն ու Հովսեփը, պետքա գային այնտեղ գրանցվեին։ Բայց մենք գիտենք սատանայի ծրագիրը բոլոր ժամանակներում միշտ գործում է։ Սատանան ինքը գիտեր Աստծո հզոր գործը, որ պետքա կատարվեր այս աշխարհի մեջ։ Եվ նա ամեն ինչ անելու էր, որպեսզի Հիսուս Քրիստոսի ծնունդը վնասվեր։ Եվ գրված ասում գրքի մեջ, երբ որ եկան, Իջևանատանը նրանց համար տեղ չկար, որովհետև այդ ժամանակ այնքան տարբեր երկրներից մարդիկ են եկել, որ իրանց երկրի մեջ գրանցվեն։ Եվ Հովսեփ ու Մարիամն եկան, իրանց համար տեղ չկար։ Ուզում եմ ես ձեզ հարց տամ, Աստծո համար անհնար բան կար, որ Հիսուսի համար մի հատ տեղ ստեղծեր։ Չկար։ Աստծո համար ամեն ինչ ինքն էր ամեն բան անողը, միթե իր որդուն ծնվելու համար տեղ չկար։ Եվ ինքը չէր կարողանում այդ տեղը ապահովել։ Մենք երբ որ երեխա ենք ունենում, մենք սենյակն ենք ապահովում, մենք
օրորոց ենք նրա համար ապահովում, անգամ հիվանդանոցից տուն բերել է մեծ շուքով, զարդարանքներով, եսի միջերով, միթե Աստված չէր կարողանում Քրիստոսի ծնունդը այդպես անել, բայց ասում է նրա համար տեղ չկար, և եկավ Գոմի մսուրը, երբ որ կարդում ես Գոմի մսուրը, հասկանում ես, որ այո, ինչի Գոմի մսուր, որովհետև Հիսուսը չեկավ նրանց համար, ովքեր մտածում են, որ իրանք արդար են, այսինքն իրանք իջևանատուն են, մաքուր, հարդարված, պատրաստված, այսօր շատ մարդիկ կան, չէ, որ իրանք այնքան իրանց արդարի տեղ են դնում, որ Հիսուս Քրիստոսը նրանց կյանքի մեջ ոչ դեր, ոչ նշանակություն ունի, բայց այնտեղը, որտեղ որ Գոմի մսուրը, Հիսուս Քրիստոսը գալիս է ծնվում Գոմի մսուրի մեջ, որպեսզի Գոմի մսուրը դառնա թագավորական ծննդավայր։ Ահա թե ինչ է պատճառը, որ Հիսուս Քրիստոսը ծնվեց քո սրտի մեջ, որպեսզի դու դառնաս թագավորական ծննդավայր։ Եթե դու մտածում ես, որ դու արդար ես, սուրբ ես, ես քեզ ասեմ, դու շփոթված ես։ Հիսուս Քրիստոսը չեկավ իջևանատանը ծնվելու, Հիսուս Քրիստոսը եկավ Գոմի մսուրում ծնվելու։ Երբ որ Հիսուս Քրիստոսը ծնունդ էր առնելու, նա չծնվեց Երուսաղեմում, մայրաքաղաքում, նա ծնվեց Բեթլեհեմում։ Բեթլեհեմ, ո Բեթլեհեմ, որ ամենափոքրագույնն ես, ո Բեթլեհեմ, ծնվեց Բեթլեհեմում, ոչ թե Երուսաղեմում, նա ընտրեց ամենափոքրը։ Տեսեք, այս բոլոր ասածները ստանում են հետևյալին, որ մարդը ինչքան ինքը հասկանում է, որ ինքը փոքր է, Աստված այդքան մարդուն սկսում է բարձրացնել եւ գնահատել եւ արժեքավորել։ Նա չծնվեց մի գիտնականի ընտանիքում, նա ծնվեց հյուսնի ընտանիքում։ Նա չծնվեց հոգեվորական բարձր հասկացող փարիսեցու կամ քահանայի կամ ծերերից ինչ-որ մեկի տանը, նա ծնվեց աննշան Հովսեփ անունով մեկի տանը, որ դա է պատճառը, որ շատերը Հիսուսին չէին կարողանում ընդունել։ Եվ Սուրբ Գիրքը, երբ որ ուսումնասիրում ենք, նկատում ենք, որ և նեղություն եղավ, և Հերովդեսը հրաման արձակեց, որ բոլոր նորածին, մինչև 2 տարեկան երեխաներին բոլորին մորթեն, որովհետև Սատանան ինքը իր ծրագրի ետևից ընկած էր, բայց գիտես, այն Քրիստոսը, որը որ դու կրում ես, այն կյանքը, որը որ դու կրում ես, Աստված այդ կյանքը ինքն է հովանավորելու և ինքն է պաշտպանելու, որ այդ կյանքը չվնասվի։ Եվ գրված է, որ գիշերը երազում Հովսեփը հրեշտակից հրաման առավ, վերցրու երեխային և նրա մորը և գնա Եգիպտոս, որպեսզի գրվածքը կատարի, որ ես իմ որդուն Եգիպտոսից պիտի կանչեմ, և վերցրեց և գնաց Եգիպտոս։ Հիսուս Քրիստոսը ինքը Մարիամի և Հովսեփի խնամքի տակ էր, որովհետև դեռևս նա փոքրիկ էր, բայց ես ասեմ, ոչ թե Մարիամն ու Հովսեփն էին Քրիստոսին պահողները, այլ Քրիստոսն էր իր ծնողներին պահողները, նրանք չէին հասկանում, նրանք մտածում էին, բայց ամեն բան անում էին, գիտես այն տեսիլքը, որը որ Աստված դնում է եկեղեցու մեջ կամ քո մեջ, այդ տեսիլքը դա կյանքի տեսիլք է։ Երբ որ նա ծնունդ առավ, նա քեզ համար օրհնություններ ալինելու, նա քեզ համար հաջողություններ ալինելու, Քրիստոսի ծնունդը պետք է լցներ ամբողջ երկիրը։ Բավական է այստեղ մեկ հոգուց տեսիլք ծնվի, հավատացնում եմ, որ այդ տեսիլքը շատերի փրկության պատճառ է լինելու։ Եվ երբ որ նայում ենք Աստվածաշնչին, Հերովդեսը ինքը խորհրդապատկերում էր Սատանային, փչացնող, ապականող, բայց Աստված ինքը պաշտպանում էր իր զավակին։ Գիտեք, քիչ չեն փչացնողները, քիչ չեն վնասողները, կոմունիստները ինչքան եկեղեցիներ քանդեցին, ինչքան քրիստոնյաները սպանեցին, Հռոմի կայսրը, Ներոնը, ինչքան մոտավորապես 200-ից 300,000 քրիստոնյա արենաներում սպանեց, խաչերի վրա այրեց և գազանների բերանները լցրեց, բայց միևնույնն է, այն տեսիլքը, որը Աստված դրել էր աշակերտների մեջ, այդ տեսիլքը կյանքի տեսիլքն էր, ամբողջ աշխարհ ավետարանը քարոզվեց, Ներոնը չկարողացավ պահի այդ տեսիլքը, կոմունիստները չկարողացան պահել այդ տեսիլքը, և որևէ մեկը չի կարող պահի այն տեսիլքը,
եկեղեցի, որը դու կրում ես քո որովայնի մեջ։ Պահիր այդ տեսիլքը, որովհետև այդ տեսիլքը դա կյանքի տեսիլքը։ Դա բժշկության տեսիլքը, այդ տեսիլքը, այս աշխարհը փոխող տեսիլքն է, աշխարհը հղիա չարությունով։ Մենք ինչքան նայում ենք այս աշխարհին, տեսնում ենք աշխարհը չարությունով հղի է, եւ նա ուշ մի օր շուտ ուզում է ծննդաբերել իր չարությունը ողջ մարդկության գլխին, բայց եկեղեցին Քրիստոսակի իր եկեղեցի է։ Եկեղեցին Քրիստոսին է ներկայացնում, որպեսզի աշխարհը հավիտենական կյանք ունենա։ Մատթեոս ավետարանիչը ինքը օգնում է մեզ։ Օգնում է, որ մենք հասկանանք, թե ինչ դժվար ճանապարհներ անցավ Մարիամը, Հովսեփը եւ Մանուկ Հիսուսը։ Երբ որ նայում ենք Սուրբ գրքին, ես ուզում եմ մի փոքրիկ դրվագ ներկայացնեմ ձեզ։ Ասում է եւ դա գրված է Մատթեոս ավետարան 2-րդ գլուխ 19 խոսքից։ Եվ երբ որ Հերովդեսը մեռավ, ահա Տիրոջ հրեշտակը երազում երևցավ Հովսեփին Եգիպտոսումը եւ ասեց. «Վեր կաց, վեր առ երեխային եւ նրա մորը եւ գնա Իսրայելի երկիրը, որովհետեւ երեխայի կյանքը որոնողները մեռել են»։ Եվ նա վեր կացավ, վեր առավ երեխային եւ նրա մորը եւ եկավ Իսրայելի երկիրը։ Եվ լսելով, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանի վրա, իր հայր Հերովդեսի տեղ վախեցավ գնալ այնտեղ եւ երազում պատգամարներով գնաց Գալիլեայի կողմերը եւ եկավ բնակվեց այն քաղաքում, որ Նազարեթ է ասվում, որ կատարվի մարգարեների ձեռով ասվածը, թե Նազորեցի կկոչվի։ Գիտեք, Աստծո սերը մարդկությանը այնքան մեծ է, անգամ Աստված Հովսեփի ու Մարիամի հետ հաշվի է նստում։ Ասում է հրեշտակից հրաման եկավ, որ վերցրու երեխային եւ գնա Հրեաստան։ Եվ ասում է վերցրեցին երեխային եւ եկան Հրեաստան։ Ու երբ որ եկան Իսրայելի երկիր, իմացան, որ Հերովդեսի փոխարեն Արքեղայոսն է թագավորում եւ վախեցան։ Ուզում եմ ես ձեզ հարց տամ, այն հրեշտակը, որը որ իրանց ասեց գնացեք Հրեաստան, միթե հրեշտակը չգիտեր ով է թագավորը։ Բայց ինչի մի անգամից չասեց գնացեք Նազարեթ։ Անգամ Աստված մարդ արարածին այնքան է հարգում ու սիրում, որ մարդու հետ հաշվի է նստում։ Հովսեփ ասեց, վախենում եմ։ Եվ Տերը հրեշտակին ուղարկեց, եւ հրեշտակը եկավ Հովսեփին ասեց, վերցրու երեխային եւ մորը եւ գնա Նազարեթ, որպեսզի գրվածքը կատարվի, որ ես Նազարեթից կկանչեմ իմ որդուն։ Այսինքն նա պետք է կոչվեր Նազովրեցի։ Գիտեք, այդ Նազովրեցին դա շատ պատվական անուն չէր։ Երբ որ կարդում եք Սուրբ Գիրքը, ասում է դժվար Նազարեթից լավ մարդ ծնվի։ Ինչի համար Աստված Հիսուսին տարավ Նազարեթ։ Եվ դա պատճառ եղավ, որ Հիսուսին չընդունեցին, երբ որ ասեցին Նազովրեցի, ասին հնարավոր չի, որ նա Աստծո որդի լինի, որովհետև անհնար է լավ մարդ Նազարեթից ծնվի։ Ինչ դա պատճառը, որ Աստված ինձանից ու քեզանից ծնվեց։ Ինչ դա պատճառը, որ Տերը մեզ վերստին ծնունդ տալով մեր միջոցով այսօր աշխարհին երևում է։ Շատ մարդիկ ասում են անհնար է, որ նրանից լավ մարդ դուրս գա։ Միգուցե դու սա լսած կլինես կամ էլ արտահայտված։ Նրանից լավ մարդ դուրս չի գա, բայց ես քեզ հետևյալն եմ ասում, որտեղ եղավ Քրիստոսի կանչը ծնունդը, այնտեղ նաև Աստված բարձրացնում է տվյալ անձի հեղինակությունը։ Դուք ասես ամեն։ Բավական է Հիսուս Քրիստոսը մեզանից գա աշխարհ, երևա աշխարհին, ինքը կբարձրացնի մեր հեղինակությունը, մեր պատիվը։ Եվ այլևս մարդիկ չեն նայի քեզ հին անունով։ Գիտես, եկեղեցի գալով մենք պետք է փոխվենք։ Մենք պետք է ցույց տանք, որ աշխարհը տեսնի ով եմ եղել ես, բայց այսօր ով եմ։ Նազարեթից ոչ մի լավ մարդ չէր ծնվել, բայց Հիսուս Քրիստոսը կանչվեց Նազարեթից։
Միգուցե քեզանից մարդիկ ոչ մի լավ բան չեն տեսել, միշտ մարդիկ ասում են դու սա ես, եւ ճիշտ են ասում, բայց երբ որ մենք եկանք Հիսուս Քրիստոսը մեր կյանքի մեջ գալով, նա փոխում է մեր էությունը։ Եվ մարդիկ արդեն կարող են մեզ հետ հաշվի նստեն եւ ասեն, այո, հնարավոր է քեզանից լավ մարդ ծնվի։ Հնարավոր է, որովհետև այն Աստվածը, որտեղ որ կա, այդ վայրը, գոմը դառնում է թագավորի ծննդավայր։ Նազարեթը դառնում է Մեսիայի բնակավայր։ Աշակերտները, երբ որ բժշկություն էին անում, ասում են Նազովրեցի Քրիստոսի անունով։ Նազարեթի անունը բարձրանում էր։ Բեթլեհեմը դարձավ ճանաչված ամբողջ աշխարհով մեկ։ Ինչու՞, որովհետև Հիսուս Քրիստոսը, երբ որ գալիս է մեր կյանքի մեջ, մեր կյանքը դառնում է փառավոր կյանք։ Ինքը չհայտնվեց գիտնականներին, ինքը հայտնվեց հովիվներին, գառներ արածացնողներին, ինքը ճանաչվեց աղքատ ու հասարակ մարդկանց կողմից։ Մինչդեռ մենք կմտածենք, մեզ ճանաչեն հեղինակավոր մարդիկ, Հիսուսը ճանաչվեց առանց հեղինակության տեր մարդկանց մոտ։ Սիրելի քրիստոնյա, ես ուզում եմ, որ դու դառնաս Քրիստոսակիր, որ դու Քրիստոսին կրես քո մեջ, որ մարդիկ երբ որ քեզ հետ հանդիպեն, ուրիշ անց տեսնեն այդտեղ, տեսնեն Քրիստոս։ Նազարեթը չէր կարող բժշկություններ անել, ոչ էլ Նազարեթից ծնվածը, բայց Նազարեթից եկող Քրիստոսը կարող էր հրաշքներ ու նշաններ անել։ Մեր միջոցով Աստված կարա նշաններ ու հրաշքներ անի, երբ որ այդ Նազովրեցին ապրի այստեղ։ Մենք աշխարհին ցույց ենք տալու ով ենք մենք նրանով։ Առանց նրա մենք ոչինչ չարժենք, բայց մենք նրանով ամեն բան ենք լինելու։ Սիրելի եկեղեցի, կրկին անգամ շնորհավորում եմ Քրիստոսի ծնունդը ձեր մեջ։ Եկեք թույլ տանք, որ Քրիստոսի ծնունդը կյանքի ծնունդ լինի մեր մեջ։ Թող աշխարհը չբողոքի ու չքննադատի, մեր մեջ թող Քրիստոսին տեսնի։ Եկեք հնարավորություն տանք, որ նրանք, ովքեր որ գան մեզ հետ հանդիպելու, այդ Աստղի հետ հանդիպելու, թող գան այդտեղ տեսնեն ավելի մեծ բան, քան Աստղը, ավելի մեծ բան, քան այդ գոմի մսուրը։ Եվ թող երկրպագեն այդ Քրիստոսին, թող մարդիկ քեզ հետ հանդիպելով Քրիստոսի հետ հանդիպեն, ոչ թե իմ եսի, էգոիս, իմ լավ հովիվ լինելուս, իմ հեղինակավոր երկիչ լինելուս, կամ իմ մարդ տեսակ լինելուս, սա աշխարհին չի փրկում, աշխարհին Հիսուս Քրիստոսն է փրկում։ Եթե հրեշտակ ասեց, նա որ ծնվի, նրա անունը Հիսուս դնեք, որովհետև նա մարդկությանը կփրկի իրանց մեղքերից։ Եվ ամենը եղավ, որ կատարվի մարգարեի ձեռորդներից ասվածը, որ ասում է, ահա կույսը կհեղիանա եւ կծնի, եւ նրա անունը Էմանուել կանչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Եվ Հովսեփը քնիցը զարթնելով այնպես արավ, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն, եւ առավ իր կնիկն իր մոտ, եւ չգիտեր նրան, մինչեւ որ նա իր անդրանիկ որդին ծնեց, եւ երբ որ ծնվեց, նրա անունը կոչեց ինչ? Հիսուս։ Հետաքրքիր է, ասես նրան կկոչեք Էմանուել, բայց ասում է եւ երեխան ծնվեց եւ նրա անունը կոչեցին Աստված մեզ հետ։ Հիսուս բառը Եհովան փրկում է, նա փրկում է, այո, երբ որ նա ծնվեց, երբ որ նա կա մեր կյանքի մեջ, աշխարհը չի կարող խավարի մեջ պտտվի, որովհետև Էմանուելը մեզ հետ է, Աստված մեզ հետ է, երբ որ նա ծնունդ դառնում, նա շատերի համար դառնում է Եհովան փրկում է։ Եկեղեցի, եկեք հնարավորություն տանք,
թող Հիսուսը երևա մեր միջոցով, որպեսզի աշխարհը փրկվի։ Գիտեք, շատերը քիչ են հավատում, որովհետև շատերը դեռևս մեր մեջ մեզ են տեսնում ոչ թե Քրիստոսին։ Բայց երբ որ աշխարհը մեր մեջ Քրիստոսի հետ հանդիպի, հավատացնում են, իրանք իրանց կյանքը կփոխեն։ Դուք ասես, որ չեն հավատում, քո մեջի Հիսուսը կնայի քո աշկերից նրանց աչքերին։ Որովհետև այդ Աստվածը մեր մեջ է, երբ որ մարդիկ եկան հասան Գոմի մսուրը, գրված է, որ այնտեղ տեսան Հիսուսին եւ երկրպագեցին։ Երբ որ քո մեջ քեզ հետ հանդիպելով հանդիպեն Քրիստոսին, նրանք չեն կարող չերկրպագել։ Հալելույա։ Եկեք այս տարին հռչակենք մեր եկեղեցու համար Քրիստոսակիր տարի։ Թող մենք Քրիստոսին կրենք մեր եկեղեցով, որ աշխարհը, երբ որ այս եկեղեցուն տեսնի, ուրիշ մեկին չտեսնի, բայց տեսնի Քրիստոսին։ Ամեն։ Կրկին անգամ Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը թող շնորհավոր լինի մեր մեջ։ Ծնունդում նրանց հոգիներին ով զորացարկա, եւ թող նրանք նոր մարգարած քեզ երկրպագեն Տեր։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք, իզորության ու սիրով, պահպանի մեզ և մեր տունը, մեզ տեսնի Եվ մեր սրտում թող միշտ լույս տա, խաղաղությամբ իրանում, և մեր խորքից թող մի ձայն գա